Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարված փոփոխությունները ներառում են Սահմանադրության սկզբունքները խախտող քաղաքական կուսակցության հետ գործ ունեցող անձիկ զրկվում են պասիվ ընտրական իրավունքից։ Նշված է Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծում։ Ավելի մանրամասն, ըստ փոփոխությունների, եթե սահմանադրական պահանջը բավարարվի, այդ անձիկ այլևս չեն կարողանա մասնակցել խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Նրանք նաև չեն կարողանա զբաղեցնել բարձր պաշտոն, չեն կարողանա դառնալ Սահմանադրությամբ նախատեսված մարմնի ղեկավարներ։ Նշված անձիկ ոչ միայն չեն կարողանա մասնակցել երկրի կառավարմանը, այլև կհեռացվան կուսակցական գործունեությունից։ Նրանց կարգելվի լինել որևէ կուսակցության անդամ, զբաղեցնել որևէ պաշտոն կուսակցական ներքին կառույցներում կամ ստեղծել նոր կուսակցություն։ Միաժամանակ իշխող թիմը նաև հայտարարել է, որ սահմանադրական հայցի վրա աշխատանքները վերջնական փուլում են։ Հայցը սահմանադրական կներկայացնի առաջիկայում։ Ընթացիկ շաբաթ խորհրդարանը արագացված կարգով կքննարկի վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն հավաքի կամ ցույցի մասնակցի կողմից դիմակ կրելու, արդյունքաբեր գազ եւ կամ թունավոր նյութեր ունենալու, ինչպես նաեւ ճանապարհ փակելու կամ ժամանակավոր կառույց ստեղծելու առաջին դեպքը կհանգեցնի 15 օր վարչական կալանքի։ Կրկնելու դեպքում վարչական կալանքը կլինի 20 օր։ Վրաստանի ներքին գործերի նախարարության պահանջով դադարեցված հավաքին կամ ցույցին մասնակցելը առաջին անգամ կհանգեցնի մինչև 60 օր վարչական կալանքի։ Բացի այդ, այն անձը, ով հավաքի ժամանակ ունի զենք, հրավառության եւ այլ անձանց կյանքին ու առողջությանը վնաս հասցնելու համար նախատեսված առարկա, կենթարկվի մինչև 60 օր ազատազրկման։ Ստրասբուրգի դատարանը Վրաստան ընդդեմ Ռուսաստանի այսպես կոչված շարունակական օկուպացիա գործով կայացրեց վճիռ փոխհատուցման հարցով։ Ինչպես նշված է Վրաստանի արդարադատության նախարարության տարածած տեղեկատվության մեջ, դատարանի որոշմամբ Ռուսաստանը պարտավոր է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրոից ավել փոխհատուցում։ Հասարակությանն արդեն հայտնի է, որ այս գործով 2024 թվականի ապրիլի 9-ին կայացված որոշմամբ Ռուսաստանին վերագրվեց ամբողջական պատասխանատվություն օկուպացված տարածքներում եւ օկուպացիոն գծի երկայնքով Վրաստանի բնակչության զանգվածային ճնշումների, կալանավորումների, հարձակումների, սպանությունների եւ նման դեպքերի հանդեպ ցուցաբերած պաշտոնական անտարբերության քաղաքականության համար, ինչը իրականացվում էր Վրաստանի տարածքների օկուպացիայի եւ այսպես կոչված սահմանագծման ֆոնին։ Այսօրվա վճիռը հանդիսանում է Ռուսաստանի դեմ հաղթած պատմական գործերի տրամաբանական շարունակությունը։ Վրաստանը ընդդեմ Ռուսաստանի այսպես կոչված արտաքսվածների գործով, որը վերաբերում է Ռուսաստանից վրացիների զանգվածային արտաքսմանը, Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրեց վճարել մինչև 10 միլիոն եվրո էթնիկ վրացիների զանգվածային արտաքսման եւ նրանց իրավունքների կոպիտ խախտումների համար։ Հասարակությանը հայտնի է նաեւ, որ Վրաստանը ընդդեմ Ռուսաստանի այսպես կոչված 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով կայացված վճիռը, որը Ռուսաստանի Դաշնությանը պարտադրեց մինչև 130 միլիոն եվրոյի փոխհատուցում։ Թեև Ռուսաստանի Դաշնությունը այլևս Եվրոպայի խորհրդի անդամ չէ, այն շարունակում է ունենալ իրավական պարտավորություն կատարել այդ վճիռները եւ յուրաքանչյուր ուշացած օրվա համար ենթարկվում է համապատասխան տուգանքի։ Նշված վճիռների իրականացման ուղղությամբ աշխատանքներ ընտրվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում Վրաստանի ակտիվ մասնակցությամբ։ Վրաստանի արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ապացույցների հավաքագրման մեջ ներգրաված պետական մարմիններին եւ ողջ Վրաստանին շնորհավորում է այս պատմական հաղթանակի կապակցությամբ, ասված է նախարարության հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահ Սվետիցխովելիի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 70 անձի։ Նախագահի վարչակազմի տվյալներով ներումը վերաբերել է 42 ազատազրկման չենթարկված եւ 24 ազատազրկման մեջ գտնվող, իսկ 4 անձի դատավարությունը մարվել է։ Վրացուղափառ եկեղեցին այսօր նշում է Սվետիցխովելիի օրը։ Տոնի կապակցությամբ երկրում գործող բոլոր եկեղեցիներում եւ վանքերում մատուցվել է պատարակ, հատկապես մեծ բազմություն է եղել Մցխեթայում, որտեղ ամբողջ Վրաստանից ծխականներ էին եկել Սվետիցխովելիի տաճարում տոնական պատարակի մասնակցելու։ Տոնական պատարակը մատուցել է եպիսկոպոս Շիոն, որից հետո նա քարոզով դիմել է ժողովրդին։ Վրաստանի հավաքականը Իզմիթում կանցկացնի աշխարհի առաջնության որակավորման
փուլի 4-րդ խաղը Թուրքիայի դեմ։ Վիլիս Սանյոլի թիմը 3 տուրից հետո 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։ Սա վճռորոշ խաղ կլինի խաչակիրների համար Վրաստանի հավաքականի, միայն հաղթանակ է պետք աշխարհի առաջնության play-off փուլ դուրս գալու համար։ Թուրքիա-Վրաստան խաղը կսկսվի Վրաստանի ժամանակով ժամը 22:45-ին։ Խաղի ուղիղ հեռարձակումը կառաջարկի Վրաստանի առաջին ալիքը։ Վրաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում կացկացնի նախապատրաստական խաղ։ Երիտասարդ խաչակիրները 2 տուրից հետո վաստակել են 2 միավոր եւ մտածում են միայն հաղթանակի մասին մրցաշարային դիրքը բարելավելու համար։ Առաջին ալիք սպորտը մեզ կառաջարկի ուղիղ հեռարձակումը ժամը 21:00-ին։ Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել է 4 անձի, այդ թվում 2-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանք մեղադրվում են խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ դրանց ապօրինի վաճառքին նպաստելու մեջ։ Ձերբակալվածների անձնական ավտոմեքենաների եւ ժամանակավոր բնակելի շենքերի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են վաճառքի համար պատրաստած տարբեր տեսակի թմրանյութեր։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ։ Ոստիկանությունը Թբիլիսիում եւ շրջաններում առևանգել է հրազեն եւ զինամթերք եւ ձերբակալել է 9 անձի։ Մեղադրանքները վերաբերում են հրազենի եւ զինամթերքի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը եւ կրելուն։ Մեղադրյալների անձնական իրերի, տրանսպորտային միջոցների եւ բնակարանների խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են տարբեր տեսակի հրազեն։ Հանցագործությունը պատժում է մինչև 7 տարի ազատազրկում։